Հացի կտրոնների տրամադրման գործընթացի ավարտից հետո մայրաքաղաքի այն դպրոցներում, որտեղ կազմակերպվել է գործընթացը, վերականգնվել է դասապրոցեսը։ Քաղաքի տարբեր ծայրերից աշակերտներն ու նրանց ուղեկցող ծնողները տրանսպորտի բացակայության պատճառով հիմա նախատեսվածից ավելի վաղ են ճանապարհվում դպրոց։ Դրանից առավել ծնողները մտահոգված են սննդի բացակայությամբ։ Շատերը անգամ ստիպված են երեխաներին առանց նախաճաշելու դպրոց ուղարկել։ Մաշտոցում ենք բնակվում, ոտքով կյանք, այդ խնդիր չկա։ Դա էլ առողջ ապրելակերպի մի տեսակ, բայց դե կարևոր է այս պահին սնունդն է։ Որ երեխաներին չունեն։ Այս պահի դրությամբ իմ բալիկի պայուսակում կա միրգ, բայց բալիկների կան միրգ ընդհանրապես չկա։ Հաց չկա։ Մի կտոր հաց եմ դրալ, բայց բալիկների կան վերը տրամից են զրկված։ Պետք է ամբողջական խնդիրը նայել ոչ թե մասնակի մեկին ունի, մեկին չէ։ Եթե իմ պարագայում լիներ, ես դպրոց կմոտիկացնեի, բայց երեխան պիտի դպրոց հաճախի։ Ինչ կա, այդ էլ պիտի ուտենք, պիտի հարմարվենք։ Բայց դե ճիշտը դպրոց հաճախելն է, միանշանակ։ Ինձ էդի մի պատահիչ է, ես մոտիկում լիքիամ հակարել չեմ հասկանամ հերվից։ Ավելի ճիշտ է, կա հասկանամ խոխոնցնոտ, ես եկամ, տեկե ժամ եկալ, այդ հրամկայից ոյցում լիքիա։ Իրանց գիտեմ, թե իմ համբերություն, надеюсь, սախլավան է, փոխաղաղություն տիրի, մեր փոխենք կրթության խելա կարիքոնի, ես շատ ուրախ դաժե, երկարորյա է տված, բայց կեսօր բերկյամ ալի, սննդի հետ կապված թողող կարգավորվե, ես մենակ էտում օզում ու խաղաղություն իվեր, ամեն ինչ իրակ հունավքին է։ Սննդի հետ կապված երևի թե բոլորն էլ խնդիր ունեն։ Էդ էլ է դժվարությունը, էդ էլ ենք հաղթահարելու, որպեսզի երեխաները ուսում ստանան, պետք է անպայման դժվարությունները բոլորն էլ հաղթահարենք։ Ես էլ եմ դեմ երկարաձգվելու դասերի, դե եթե կարճ կդիմանան երեխաները, համապատասխան ինչ վեր գտնում ենք, դինում ենք մրգեր, ինչ կա դինում ենք երեխաների հետ, ինքան վեր կյան ուսում ստանան։ Դիչվե ես ամեն ինչով ապահովված եմ, լամբեր կարում, մի քանի օր ես իրան չայտամ հարկիմ ու յանտա պենալի, ինքը պատակապրիզնի խոխայա, ուտելիքի առումով։ Կրթությունը իմ կարծիքով առաջնային է, դա хотя бы եթե լի պետությունը հանցնի մի քիչ պիչենիա կամ օրվա ընթացքում տան խոխենք կյան շկոլի։ Ես տարբեր ձևի մտածում ունեմ, կրթությունը շատ կարևոր է, բայց նաև կարևոր է երեխայի առողջական վիճակը։ Օրինակ առավոտմունք սովորական բարձր չայ ենք խմա, բայց ընտանիքա այդ չայն էլ չունե խմելի։ Ու նաև օրինակ իմ տղաս այ բենարան չունե, ոչ էլ տետրերոն է, ոչ էլ գրիչմատիտ, ընդհանրապես բնական պիտուկներ չունեն։ Մենք դատարկ պայուսակավ խնձոր միրգավ եկանք։ Ու սպասում տեսնամ ինչ այն է։ Այս պահին կրթությունն կարևոր, համ երեխաների առողջ ապրելակերպը, որը չկա։ Պետք է ընդհանուր մակարդակը բարձրացնել կրթության։ Ընդհանուր մակարդակը, եթե on-line ընդհանուր մակարդակն շատ լավ կնի։ On-line-ով շատ խոխենք տարբեր գիտելիքներ ձեռք բերում։ YouTube-ով շատ բալիկներ գիտելիքներ ձեռք բերում։ Ուղղակի մեր կրթության մակարդակն շատ ցածր։ Համոզված եմ մի 80% ուսուցիչներ պատրաստ չեն on-line դասապրոցեսի, բայց շատ ուրախ կլինեն։ Սաթեն այսօր առաջին անգամ դպրոցական նստարանի նստած Այբենարանն է հետաքրքրությամբ ուսումնասիրում, իսկ հարցին, թե ինչի մասին կարող է արտասանել, կտրուկ է պատասխանում։ Հայրենիքի մասին։ Իմ հայրենիքը Պարտ Արցախն է, իր հող ու ջրով, անուշ բարբարով, իր գանձասարով ու ամարասով, քաղցր գինիով, ժինգյալով, հացով։ Հայրենի Արցախի մասին արտասանելուց հետո 6 տարեկան Սաթեն խոստովանում է. գիտի ինչ է շրջափակումը։ Բլոկադանենավ ամեն ինչ խրեգեն, ուտելիքը, խաղողների պիները, գիթերը։ Այսօր Արցախում ապրող ամեն մեկը իր վրա զգում է շրջափակման ողջ ծանրությունն ու հետևանքները։ Դպրոցականներն էլ բացառություն չեն, փոքր-ինչ հոգնած ու ինչու՞ չէ թերսնված ու սուղ դասակրքերով ուզում են լինել կրթված ու խելացի։